Անձրևն երկու կողքից տան մեջ լգցվել էր պատուհան, 4 պատուհանով լգցվել էր, երեխեքը վախեին, ասեին տատի ջան տունը քանդվի, ասեի չէ վախեին էր։ Համեցեք։ Եկեք, գնացեք։ Կուխնուց հետ ջուրը լցվել է, սա ճամփից տվել լրիվ են ներսից է ջուրը։ Շորը գծել են մաքրել, չորացրել։ Այդ հեչ, այդ ջահանդամ։ Եկեք, միստեղից ես նայեք։ Կներեք էլ լվացք։ Ահավի, նայեք ազիզ ջան։ Ահա, կարալյոկի ծառնա։ Գոնե մի հատի ծաղիկ չի մնացել վրին, նայտակի ճղկին։ Ես էլ հոներն է, որ լրիվ էտա ջարդել է, աստի լրիվ էլ ոչին վան չկա։ Խնդրեմ, ծառի տակը եկեք նայեք, ստի չնա ցեխա, այն կողքն ավելի հարմար էր նայելու հիմա։ Ահա, լրիվ հոնը տակին է։ Սից, էլ անկել, հլա այն ծառի։ Այն լրիվ տակին է, այն կարմիր, լրիվ տակին է։ Ահա, հա? Հա, ահա, սենց լազիս ջան, հմի սեն ներքև լանայ նկարի ես հոներս, այ։ Տերևը հվակեմ, ինչ անենք, մենք էլ ասենք արաղ ենք քաշում, մնին հարգում ենք, էսա բալա ջան, ինչ անենք, ահա, լրիվ ես վիճակնա, են է կարտոշկա ցանած, էր տեղը չի երևում, ես էլ կարտոշկեն, ես է կանաչ էր ցանած, տեղը չկա, սածիլ է ярել, են էլ լրիվ քշել է, Դաշտում էլ ունենք շատ մեծ այգի, կարալյոկ մի 100 հատ, 10 հատ ալուչա, որ արդեն ծախելու աշճանի կլներ, ոչ մի հատ չկա ու բան, զկեր։ Արի սեհա ցոկոլը ցույց տամ, այստեղ ցոկոլ կա։ Սաղ կարկուտը տված է, ցոկոլ կա ստեղ, հելասեն այ։ Չորնասլիվնա, ցոկոլ կա ստեղ։ Կերաս արքայանարին չոն խնձոր սալոր թուզ ու սետկևիլ մայիսի 13-ին տեղացած կարկուտը ծառերին բերք չի թողել ամբողջը սրբել է։ Դե գիլասը կարմրած էր, կարմրում էր գիլասը։ Սաղ արդեն թուզը պիտի թուզը ծաղիկ խաղեիք, սաղ կարաման ինչ էլ կար, հոնը ծաղ թափել է։ Ոչի բան էլ չկա։ Ուժեղ էլ բերք կար ստարի։ Լավ որ բերքի տարի էր։ Բայց հիմա էլ ոչի բան չկա։ Շիլերը սաղ թափել է։ Վարամենտարի 200-300 կիլո մալադյակ ծառավա շիլեր ենք ծախում։ Էդ էլ չկա։ Գյուղացիները մոլորված են, հետագա անելիքները չեն պատկերացնում, կարկուտը նաև ծառերն է վնասել։ Գրիգոր Ղազարյանը նորաստեղծ Կերասի այգի ուներ, բոլոր 400 նորատունկերը վնասվել են։ 400 հատ գիլասի ծառ ունեմ, 5 տարեկան գիլաս ծառ ունեմ։ 23 թվին էլ այդ կարկուտի եկել թեզայետել եմ նորից, որ ծառ եմ սարքել էլի։ Բայց դե ծառս վարի ակացել չկա։ Նորից պիտի ծառը նորից էտեմ, նորից պիտի էլի մի 2 տարի ռուշանա։ Վա նորից էլի բերք տա, ես կարամ բերք ստանամ նրանից։ Հողագործությունը Ղազարյան եղբայրների հիմնական զբաղմունքն է, այստեղից է գոյանում նրանց միակ եկամուտը։ Գրիգորի խոսքով դեռ չեն համարձակվում վնասը հաշվարկել, շատ մեծ է։ Իմ եկամուտը սաղստեղից է, ես դաշից եմ, իմ եկամուտը ես հողեր եմ, իմ ընտանիք պահում։ Ինչ վնաս եք հիմա կրել մոտավորապես։ Որ ես անցած տարի ծախացել եմ 25-20 տոննա կարելոք։ Դե հաշվարկի անցած տարի 400 դրամ կարելոք եմ ծախել ես լավերը։ Միջինը ծախել եմ 250 դրամով։ Մնակ կարելոքը, դե տոնա հոն ենք ծախում, տանձ ենք ծախում, չորասլիվ ենք ծախում, սաղ ծախում ենք։ Կանանչ եմ ծախում, իրեք իմանակ 150 հատ կանանչ հաստրի քաղեցի որ տանեմ հասնեմ։ Մարոլը սաղ փչացավ։ Յա մի ռախան, յա մի հատ ծառը։ Ռախան ոնց ես փայփայում պահում, մքան ենք ծառը ձեի փայփայում, որ ծառը տերն է։ Խո ծառը տիվար տիրեր, տերնում չի ծառը տենց։ Վնասը մենակ կարալյոկի այգից 20 տոննա 8 միլիոն դրամ մենակը տեղա, թե այստեղ ինչ կլինի, տանձը, կանաչին, հա ուղղակի տարեկան 4-5 լիտր մալինայա ցանել, մալինեն, ամեն ինչի ցել, ամեն ինչ էլ բերքը, մայիս ամսից, մայիսի վերջից սկսում ենք բերք ծախելը, քաղում ծախում, մինչև նոյեմբեր։ Всё, ոչ մի բան չունենք։ Եղածնել ինչ որ լինի, այդ տեսակ։ Չորնասլիվը նա էտիով կառնի։ Ոչ մեկն չի առնել, էլի արդեն հուսաթափվել ենք, չենք է սրսկելու որ մի բան անենք, տանենք լստենք բոշկեն։ Չենք անելու ոչ մի բան։ Հա ող չկա, որ տարեկան 4 լիտր գինի եմ քաշում։ Էս կաթիլա շլանգներ առել ենք, որ տանեմ էլի այդ գիլասի բաղը կաթիլա են քաշում։ Սաղ կաթիլային է։ Չկա, вообще։ Են մոշեն հեչ, դա 4 ստիմ, նա նմուշ ենք բերել դրել։
Մի քանի օրից գյուղացիները կերասն ու սև թութը հավաքելու էին, չհասցրինք անգամ համտեսել նեղսրտում է Արայիկ Ղազարյանը, հավելում փոխհատուցում ստանալու հույս էլ չունեն։ Շատերը հենց այս պատճառով է, որ դադարում են գյուղատնտեսությամբ զբաղվել։ Հեսա, կլուբնիկը տեսեք ինչ ա եղել։ Մի հատ թաղն է չի էլ երևում, որ տենանք էս ինչ բույս ա։ Սաղ վարի ա տվել։ Ոչ մի բան չունենք, ապրիլից է, մայիսից է սկսում ենք բերք ծախել մինչև նոյեմբեր։ Հիմա մայիսի վերջից սկսում ենք թութը, հոնը, թուզը, էլ ոչ մի բան չունենք։ Ինչ որ լինի տոկոսային հարաբերությունով, էդի պիտանի ապրանք չի, որ տանենք ծախենք։ Ամեն ինչ է ունենք։ Մինչև նոյեմբեր մեր բաղջեքից, մեր ծառերից ծահանում ենք, քաղում ենք, ծախում ենք։ Ոչ մի բան չկա։ Հեսա։ Всё, սաղ ջրելա պրծել, պետությունը գոնե մի բանով աջակցի, որ չթողենք գյուղից գնանք տնտեսությունը, գյուղատնտեսությունը վարի է գնում արդեն։ Բոնավ հոնեմ քաղում, դե տուր ինձ։ Ար, Միշելյան։ Տուր։ Սաղ հոնա։ Մեծայրում եւ Ճոճկան գյուղերում հակակարգտային կայաններն աշխատել են, ասում է Սամվել Սիրադեղյանը։ Այս անգամ կուտակված ամպերն են ավելի վերև եղել, հակառակ դեպքում այսքան վնաս չէին կրի։ Մինչև 6 կիլոմետր դրանք ի վիճակի չեն հասցնելու։ Ճիշտ է, շատ խոշոր չէր, բանի տխլի չափերով, բայց նստել էր, ձյան նման նստել էր համատարած։ Վնասը դաշտերը մերմելել, նույն վնասը տվել է հացահատիկի դաշտերը, եգիպտացորենն էր, որը դուրս էր եկել տվել է, ծխախոտի ես սացիլված դաշտեր ունեի 6 հեկտար, ուրեմն չի երևում, սացիլ ընդհանրապես չկա, չգիտեմ նա կվերականգնվի թե չէ, էտա, էլի սացիլ է, ունեմ, ծխախոտի սացիլ է, որ պետք է տանեմ, էլի դաշտեր ունեմ դնելու։ Խնձորները, թուզը, նուրը չէ, նուրը հոնին չի վնասել, բայց թուզը վնասել է։ Հոնը չի վնասել այստեղ։ Չէ, հոնը։ Թափված էր հոնը։ Հա, այրումում երևի ավելի շատ այլել, ավելի ուժեղ այլել կարկուտը։ Գյուղի են մի մասում շատ այլել ոնց որ։ Ու այդ տեղատարապ հեղեղն է շատ վնաս տվել, ասենք ցանքսերին։ Խոտը լրիվ բան այլել, պարկացրել է, որ հնձելու էլ պիտանի չի խոթարքները։ Մի խոսքով ավերածությունի շատ է էլի վնասը, չգիտեմ, ով պետք է հատուցի, ով պետք է գյուղացուն այսքան չարչարանքը, ինչ անես, այս խաղող է։ Հատուկ են ողջ գույզա մնացել, սրանց էլ պետք է բուժում արվի, որ էլի մի մասը վերականգնվի։ Փոխհատուցում ստանալու հույս չունի նաև Սամվել Սիրադեղյանը, որովհետև նման մի աղետ էլ նախորդ տարի եղավ։ Դեպետի վարարման հետևանքով վնասվել էր նաև նրա այգին։ Փոխհատուցման մասին խոսք չկա։ Մի տարի առաջ ուրեմն մի հեկտար 3000 մետր այգի է մնացել։ Ամբողջ եկավ սրբեց, այդ ոչ թե այգի էր, այլ այդ այգին վաղուց է չորացել։ Այնտեղ ցանքսեր է յանում, հողը եկավ լցվեց, քարերով լցվեց, ոչ մի փոխհատուցում չեմ ստացել։ Այդ շշմած, մոլորված ու ինչ պետք է անեն։ Ճիշտն ասած կառավարության վրա էլ հույս դնելու չի, որ որևէ աջակցություն կլինի։ Եթե ուրիշ զարգացած երկիրեր էլ նրանք միշտ սուբսիդիաներ են ստանում, միշտ հատուցումներ են ստանում, պետությունը օժանդակում է, որպեսզի բերքը շատ լինի, ստեղ ոչ մի տարի գյուղացին ոչ մի բանից չի օգտվել։ Ապահովագրության կազմակերպություններն էլ ինչքան գիտեմ չեն գործում կամ գործում են սրտահարության համար երաշտի, կարգտի համար այս տարի չկա։ Ոչ մեկը ընդհանրապես ապահովագրությունը նախանցյալ տարի եղել է պտղի համար սրտահարության, բայց երևի արդյունավետ չի, մարդիկ չեն էլ շահագրգռված չեն, որպեսզի ապահովագրեն։ Բայց եղել է 2023։ Եղել է, հա, եղել է, մի տարի եղել է։ Բայց ինչի չեն շահագրգռված, ինչն է խնդիրը։ Դե ապահովագրության մարմինները ուզում են, որ իրանք էլ շահույթ ստանան, չէ։ Երևի ծախսը ավելի շատ է, քան շահույթը։ Տանդարան կարկուտն է սա։ Խոշորությունը երևում է, բարձելի։ Ինչ տարբերություն։ Ըստ էլա նույն խոր։ Եթե խոշոր չլեր, այս հաստության շևերի կլեպը չէր կարա պոկի։ Ոնց կարա, խոշոր է որ պոկելա։ Զենք չենք լսել։
կոնկրետ ես չեմ լսել ու машиները զեն չեն լսել, կարկուտականները չեն աշխատել։ Բայց օգուտ տալիս է։ Որ աշխատի կտա, իհարկե այս Ասիանի վնաս չէր տա, եթե աշխատեր։ Ընդհանրապես այս քամու բերած կարկուտականային արդյունավետությունը չի բանանում, բայց ամեն դեպքում որոշակի կմեղմացնել այս Ասիանի խոշորության կարկուտները այլ է։ Պատկերը ցավալի է նաև Շնողի այգիներում, կարկուտն այստեղ նույնպես ոչինչ չի խնայել, սրբել է մինչև վերջին բերքը, անգամ հաջորդ տարվա համար։ Սա մոտավորապես 50 սանտիմետր երկարությամբ մողամնի այլ է, մի ոչ մի բան չկա վրան, էս է խնդիրը։ Պտուղ էլ կար։ Տեսա է պտուղ երևում, էլի նոր պտի ծաղկես, սա, էս է, ընդամենը լրիվ ջարդել։ Սա տարբերությունն է սրա ու խնձորի, որ խնձորը ճյուղը ջարդվում է, վրան մնացել է տերևը, սա պրամոյ պոկվել է, ջարդվել։ Սա անցած տարվա բերքն էլ է կարելի ասել հեչ արել էլի։ Եթե ծառը կային։ Դե ծառը զորիկը վերականգնվի, այս վիճակով ինչ, սա վերք է։ Սա հավելի է աշխատանք է պետք է որ ծառը փրկվի։ Աշոտ Ադամյանն ասում է, օրեր առաջ այս տարի ակնկալվող առատ բերքով էին ուրախանում, բայց ուրախությունը երկար չտևեց։ Ամբողջ տարվա աշխատանքը կորցրել են, կատարած ծախսերի ու ակնկալվող եկամտի մասին էլ չի խոսում։ Կոնկրետ այստեղ 200 հատ են մի այգում կա կարայլով, 200 հատ թուզ, 200 հատ կերաս, 300 հատ սերգևիլ, մի 100 հատ հոն, որն ասեմ սա գավերա։ 7 հեկտար սեմուշ կա, 3 հեկտար ցորեն գարի։ Չէ, այս կողքի արտն էլ իննա, մի մասն արտի։ Այս ինչքան տած կոստի հողունի լրիվին է տվել է, դեն չկա որ։ Իսկ գյուղի մեջ։ Գյուղի մեջ էլ է տվել, շատ չնչին տարբերություն կա, չնչին, էլի տվել է գյուղի մեջ էլ է տվել։ Ստի եթե 100%-ով անդի կարող է 90-ը նույն բանն է, ինչ տարբերություն։ Շնողի դաշտերում գարու մինչև վերջին հասկը գետնին է տապալված։ Գյուղացիներին հասցված հսկայական վնասն ու մարդկանց ապրումները բառերով նկարագրել հնարավոր չէ։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մեծ Այրում, Ճոճկան և Շնող գյուղերից։